Բարև ձեզ Meridian Expo կենտրոնում տեղի է ունենում Career City Fest լավագույն գործատուների փառատոնը, որը կազմակերպվել է Skill մարքեթինգային ընկերության կողմից։ Այս պահին TRT-ի տաղավարում մենք զրուցելու ենք Ամերիա բանկի մարդկային ռեսուրսների ղեկավար Աննա Վարդանյանցի հետ։ Բարև ձեզ։ Տիկին Վարդանյանց, Ամերիա բանկը երկրի ամենագրավիչ գործատուներից մեկն է համարվում։ Եվ եթե մի կողմ դնենք արտաքին բրենդը, հա, ինչի շնորհիվ է դա ապահովում կազմակերպության ներսում, ինչն եք դուք անում այլ կերպ։ Շատ լավ հարց է, շնորհակալություն։ Ես ուզում եմ ասեմ, որ իրականում բրենդը հաճախ աշխատում է ներսից դուրս, որովհետև մեր շուկան շատ փոքր է եւ հիմնականում մեր բրենդը ձևավորվում է այն ամենից, ինչ խոսում են մեր մասին մեր աշխատակիցները։ Բրենդը կայացնելու համար երևի թե 3 կարևորագույն կոմպոնենտ գոյություն ունի։ Նախ եւ առաջ դա առաջնորդությունն է, դա քո առաջնորդներն են, քո ղեկավարներն են, մշակույթը եւ բրենդը ձևավորվում են նրանց շուրջ։ Երկրորդը դա մարդկային ռեսուրսների շուրջ բոլոր պրակտիկաներն են եւ այն մշակույթը, որը դու ստեղծում ես կազմակերպությունում, եւ իհարկե մարդիկ։ Մարդ ընտրելուց եւս դու պետք է շատ ուշադիր լինես, որպեսզի այնպիսի մարդկանց ստրես, ովքեր կիսում են քո արժեքները եւ կարող են դառնալ քո մշակույթի լիարժեք անդամ։ Ընկերությունների համար նաեւ Ամերիա բանկի օրինակով ինչն է ամենաբարձը դարձել լավագույն կադրերին գտնել եւ բերելը, թե պահելը նրանց։ Կարծում եմ մասնագետների համար շատ արդի հարց է, դա էլ իսկապես կարևոր բան է այսօր դիտարկելու։ Ես չէի առանձնացնի եւ չէի համեմատի դրանք, որովհետեւ երկուսն էլ բարդ են։ Տաղանդներ ներգրավելը այսօր շատ բարդացել է, քանի որ շուկան սահմանափակ է եւ մյուս կողմից տեխնոլոգիական զարգացումը դինամիկ ստեղծում է նոր հաստիկներ, նոր աշխատատեղեր, նոր պաշտոններ, որոնց կոմպետենտությունը ցավոք մենք դեռ չունենք շուկայում։ Մեր փորձից ելնելով կարող եմ ասեմ, որ մենք ակտիվորեն մարդկանց ներգրավում ենք թե ամերիկական շուկայից, թե եվրոպական շուկայից եւ թե ռուսական շուկայից, որովհետեւ կան կրիտիկական մասնագիտություններ, որոնց փորձառու էքսպերտներին դու պետք է նաեւ ներգրավես դրսից, որպեսզի կարողանանք նաեւ Հայաստանում ստեղծենք այդ նոր հմտությունները, կոմպետենտությունները։ Դրանք տվյալների հետ առնչվող մասնագիտություններ են, cyber security հետ առնչվող մասնագիտություններն են, AI հետ կապված մասնագիտություններ եւ կարծում եմ, որ նոր հետաքրքիր փոփոխություններ եւս այդ մասնագետները կբերեն շուկայում, կկարողանան կոմպետենտությունը ձևավորենք։ Մարդկանց պահպանելու հետ կապված շատ կարեւոր է թե բրենդը, թե մրցակցությունը եւ թե իհարկե քո մշակույթը, որովհետեւ այսօր կարող ենք ասենք, որ մարդիկ ոչ այնքան գումարի համար են մնում, ինչքան միջավայրի, մշակույթի եւ աճի հնարավորությունների։ Տիկին Վարդանյանց, եթե նայենք ապագային, մինչև 2030 թվականը, ովքեր են հայտնվելու շահողի դիրքում նեղ մասնագետները, թե նրանք, ովքեր շատ արագ ադապտացվում են աշխատաշուկայի փոփոխությանը։ Աշխարհը գնում է դեպի լայնություն եւ բարդություն, եւ նեղ մասնագիտությունը ինչքան էլ կարեւոր լինի, այսօր միայն մեկ նեղ մասնագիտությամբ դու չես կարողանալու բարդ նախագծեր կառավարել։ Ես կարող եմ ասել մեր ոլորտի համար, որովհետեւ գուցե բժշկության, գուցե նեյրոսայենսի, գուցե բարդ տեխնոլոգիական ոլորտներում նեղ մասնագիտացումը կարևոր մնալու է, մեր ոլորտներում ինչքան ավելի բազմազան մասնագիտություններ ես դու կարողանում արագ սովորել, բացահայտել եւ հեշտ յուրացնել եւ կիրառել, այդքան ավելի ուժեղ եւ պահանջված ես դու լինելու, բայց ոլորտը շատ կրիտիկապես կարևոր է։ Եվ Տիկին Վարդանյանց, հետաքրքիր է, թե Ամերիա բանկը որպես գործատու որ որակները կրող աշխատակցի վրա է հիմնականում կատարում իր խաղադրույքը։ Մենք տարանջատում ենք ոնց որ ճկուն եւ փափուկ հմտություններ, եթե ասում ենք փափուկ հմտություններ, այո, դրանք շատ կարեւոր են, բայց այսօրվա բարդ փոփոխվող աշխարհում ես կառանձնացնեմ ճկուն հմտությունները։ Դա ստրեսադիմացկունությունն է, քննադատողական մտածողությունն է եւ ադապտացվելու բարձր ունակությունը։ Եվ ամփոփելով մեր զրույցը, խնդրում եմ ավարտեք միտքը։ Ուժեղ գործատուն ոչ թե, այլ ուժեղ գործատուն ոչ թե բրենդի մասին է, այլ այն հնարավորությունների, որ տալիս է աշխատակցին։ Եվ շատ կարևոր է, որ այս պահին երևի եթե ես դիտարկեմ աշխատակիցների տեսանկյունից, կազմակերպությունը ընտրելուց դու նայում ես ինչ միջավայր կա, ինչ հնարավորություն կա աճելու եւ ինչքանով դու կարողանալու ես ոնց որ քեզանով հպարտանալ այդ կազմակերպությանը միանալով։
Շնորհակալ եմ Ֆիլիպ Անտոնիանցի։ Շնորհակալ եմ։